Պատկերացրեք, դուք դեռ երիտասարդ զինվորական եք։ Ձեր դիմաց կանգնած է մի մարդ, որի անունը հայ զինվորների համար արդեն լեգենդ է։ Եվ հանկարծ նա ապտակում է ձեզ։ Տարիներ են անցնում։ Այդ երիտասարդ զինվորականը դառնում է Խորհրդային Միության մարշալներից մեկը։ Բայց երբ նրան հարցնում են, ինչ էր ձեր ամենահիշարժան հանդիպումը Զորավար Անդրանիկի հետ, նա չի պատմում որևէ երկար ճակատամարտի մասին։ Նա հիշում է հենց այդ ապտակը։ Այսօր Armenia History-ում պատմելու ենք երիտասարդ Հովհաննես Բաղրամյանի և Զորավար Անդրանիկի հայտնի հանդիպման մասին։ Մի պատմություն, որտեղ մի քանի վայրկյանը ըստ Բաղրամյանի հետագա պատմության դարձավ ամբողջ կյանքի դաս։ Ամեն ինչ փլուզվում էր։ 1918 թվականներ։ Կովկասյան ռազմաճակատում իրավիճակը չափազանց ծանր էր։ Պատերազմը, նահանջը և բնակչության տեղաշարժը ստեղծել էին մի իրավիճակ, որտեղ հազարավոր մարդիկ ստիպված էին թողնել իրենց բնակավայրերը։ Այդ մարդկանց թվում էին նաև բազմաթիվ հայ գաղթականներ։ Զորավար Անդրանիկը այդ օրերին շարժվում էր գաղթականների հետ։ Ըստ հետագայում հրապարակված պատմությունների, նրա հետ էին ավելի քան 15,000 գաղթականներ։ Նրանք փնտրում էին անվտանգ վայր, իսկ նրանց ճանապարհին պատերազմն էր։ Այդ նույն ժամանակ երիտասարդ Հովհաննես Բաղրամյանը զինվորական ծառայության մեջ էր։ Նա դեռ այն հայտնի մարշալը չէր, որի անունը տարիներ անց պիտի կապվեր Երկրորդ աշխարհամարտի խոշորագույն ռազմական գործողությունների հետ։ 1918-ին նա պարզապես երիտասարդ սպա էր, և հենց այդ ժամանակ էր, որ նրա ճանապարհը խաչվեց Անդրանիկի ճանապարհի հետ։ 1918 թվականի մարտին Բաղրամյանի ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի մոտ գտնվող Խորասան գյուղի շրջանում։ Կարճատև հանգիստ, բայց այդ հանգիստը երկար չտևեց։ Այդ նույն տարածքում գտնվում էր Անդրանիկը գաղթականների հետ։ Բաղրամյանի ստորաբաժանման հրամանատարությունը ներկայանում է Անդրանիկին։ Անդրանիկը հարցնում է, քանի զինվոր ունեն, ինչպիսին է նրանց զինվածությունը, որքան են մարտունակ։ Նա լսում է զեկույցը և հասկանում, որ իրավիճակը չափազանց լուրջ է։ Անդրանիկը զինվորների առաջ անցնում է և ողջունում նրանց։ Զինվորները նրան դիմավորում են խանդավառությամբ, բայց Անդրանիկը գիտեր, որ առաջիկայում նրանց շատ ծանր փորձություն է սպասվում։ Նա հրահանգում է շարժվել դեպի Քյոփրիքեի ուղղությունը և դիմադրություն կազմակերպել, որպեսզի նահանջող գաղթականները կարողանան հեռանալ վտանգավոր գոտուց։ Այսինքն այստեղ արդեն խոսքը միայն ռազմական առաջադրանքի մասին չէր, խոսքը մարդկանց փրկելու մասին էր։ Բայց հետո Անդրանիկին մի տեղեկություն է հասնում։ Բաղրամյանի մոտ գտնվող մոտ 30 զինվորներից մի մասը չի ցանկանում կռվել։ Այդ տարիներին նման խոսակցությունները տարածված էին։ Պատերազմից հոգնած մարդիկ ասում էին. «Բավական է, մենք կռվեցինք, թող հիմա ուրիշները կռվեն»։ Պատկերացրեք այդ պահը։ Հազարավոր գաղթականներ ճանապարհին են։ Թշնամու առաջխաղացման վտանգ կա։ Զինվորների մի մասը հոգնած է, իսկ նրանց դիմաց կանգնած է Անդրանիկը։ Նա չէր կարող պարզապես անտեսել այդ լուրը։ Եվ հաջորդ առավոտյան երիտասարդ Բաղրամյանին կանչում են Անդրանիկի մոտ։ Բաղրամյանը ներկայանում է։ Նա դեռ չգիտի, թե ինչ է սպասվում։ Անդրանիկը նայում է նրան և ապտակում է։ Բայց պատմության ամենակարևոր մասը նույնիսկ ապտակը չէ։ Անդրանիկի խոսքերն են։ Ըստ Բաղրամյանի, Անդրանիկը նրան ասում է. «Կորնետ Վանո, քո այդ 30 զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել»։ Այստեղ Անդրանիկը խոսում է ոչ թե պաշտոնի կամ անձնական պատվի մասին։ Նա խոսում է հայրենիքի մասին։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում։ Եվ հետո ամենակարևոր հրամանը. գնա ու կարգի բեր քո էսկադրոնը։ Այս պատմության իմաստը հենց այստեղ է։ Անդրանիկի համար հայրենիքի պաշտպանությունը չպետք է կախված լիներ նրանից, թե ով էր տվյալ պահին ղեկավարում։ Նա պահանջում էր, որ զինվորը պատասխանատվություն զգա ոչ միայն հրամանի, այլև իր ժողովրդի առաջ։ Երիտասարդ Բաղրամյանը վերադառնում է իր զինվորների մոտ և այդ հանդիպումը ավարտվում է, բայց պատմությունը ոչ։ 1918 թվականի այդ երիտասարդ սպան դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու։ Տարիներ անցան, պատերազմներ փոխվեցին, ժամանակները փոխվեցին, և Հովհաննես Բաղրամյանը դարձավ Խորհրդային Միության ամենահայտնի հայ զորահրամանատարներից մեկը։ Նա հասավ մարշալի բարձրագույն զինվորական աստիճանին և Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձավ խոշոր ռազմական գործողությունների ղեկավարներից մեկը։ Բայց պատկերացրեք, այդ հսկայական ռազմական կարիերայի ընթացքում նա դեռ հիշում էր 1918 թվականի Խորասանը։ Հիշում էր երիտասարդ տարիները, հիշում էր Անդրանիկին, և ամենակարևորը հիշում էր այդ ապտակը։ Արդեն 1968 թվականն էր, Բաղրամյանը Հայաստանում էր,
Նա հանդիպում է Երևանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ։ Դահլիճում նրան հարցնում են. «Մարշալ, դուք երբևէ հանդիպել եք զորավար Անդրանիկին»։ Եվ այստեղ Բաղրամյանը վերադառնում է կես դար առաջ։ Նա պատմում է Խորասանի մասին, պատմում է, թե ինչպես էր երիտասարդ ժամանակ հանդիպել Անդրանիկին, պատմում է Ապտակի մասին եւ ասում է մի միտք, որը հետագայում դարձավ այս պատմության ամենահայտնի մասը։ Ըստ հրապարակված փոխանցման, Բաղրամյանը խոստովանում է, որ Անդրանիկի Ապտակը իրենց թափեցրեց, իսկ պատմության տարածված ձևակերպմամբ զորավարի Ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Մի նախադասություն, բայց դրա մեջ մի ամբողջ կյանք կա։ Armenia History-ն պատմում է ոչ միայն հետաքրքիր, այլև պատմականորեն հնարավորինս ճշգրիտ պատմություններ։ Ուստի այստեղ պետք է մի կարևոր բան նշել։ Անդրանիկի եւ Բաղրամյանի հանդիպման մասին տեղեկությունները կան տարբեր աղբյուրներում, բայց հենց Ապտակի պատմության սկզբնաղբյուրի վերաբերյալ պատմագիտական հարցեր կան։ Հետազոտական հրապարակումներում նշվում է, որ Բաղրամյանի 1979 թվականի «Իմ հիշողությունները» գրքում Անդրանիկի հետ Խորասանի հանդիպումը ներկայացված է, սակայն Ապտակի այդ դրվագը նույն կերպ չի հաստատվում։ Միևնույն ժամանակ 1968 թվականի համալսարանական հանդիպման մասին այս պատմությունը լայնորեն փոխանցվել է բազմաթիվ հայկական հրապարակումներում։ Ուստի ամենաճիշտ ձևակերպումն այն է, որ սա Բաղրամյանին վերագրվող հայտնի պատմություն է, որը լայնորեն տարածվել է հետագա աղբյուրներում։ Եվ հենց այս տարբերությունն է կարևոր։ Պատմությունը կարող է շատ գեղեցիկ լինել, բայց պատմությունը պատմելիս պետք է նաև տարբերել, ինչը հաստատված փաստ է եւ ինչը հետագայում փոխանցված վկայություն։ Գուցե այստեղ ամենակարևոր հարցը սա է. ինչ էր նշանակում այդ Ապտակը Բաղրամյանի համար։ Ոչ թե պարզապես ֆիզիկական հարված, այլ սթափեցում։ Մի երիտասարդ սպայի համար, որը դեռ չգիտեր, թե ինչ ճանապարհ է իրեն սպասում։ Անդրանիկի ուղերձը պարզ էր. եթե դժվար է, մի հանձնվիր։ Եթե մարդիկ հոգնել են, նրանց հիշեցրու իրենց պարտքի մասին։ Եվ եթե հայրենիքը վտանգի մեջ է, անձնական դժգոհությունը չպետք է դառնա պատճառ, որ դու հրաժարվես պատասխանատվությունից։ Հետագայում Բաղրամյանը հասավ այնպիսի բարձրության, որի մասին 1918 թվականին Խորասանի մոտ կանգնած երիտասարդ սպան հավանաբար չէր էլ կարող երազել, բայց իր պատմության մեջ նա երբեք չմոռացավ այդ հանդիպումը։ Երբեմն պատմության մեջ մի քանի րոպեն կարող է մնալ մարդու հիշողության մեջ ամբողջ կյանքի ընթացքում։ 1918 թվական, Խորասան, երիտասարդ կորնետ Վանո Բաղրամյան եւ զորավար Անդրանիկ։ Մի հանդիպում, որի մասին տասնամյակներ անց արդեն մարշալ Բաղրամյանը պատմում էր համալսարանի ուսանողներին։ Այս պատմության ամենակարևոր մասը գուցե ոչ թե Ապտակն է, այլ այն միտքը, որը դրա հետևում էր։ Հայրենիքը չի սկսվում պաշտոնից, հայրենիքը չի ավարտվում ղեկավարի փոփոխությամբ։ Եվ երբ պատմության ամենածանր պահերին մարդիկ հոգնում են, հենց այդ պահին է երևում, ով է պատրաստ պատասխանատվություն վերցնել։ Անդրանիկը դարձավ հայ ժողովրդի ռազմական պատմության լեգենդներից մեկը։ Բաղրամյանը դարձավ խորհրդային ամենահայտնի հայ զորահրամանատարներից մեկը։ Իսկ Խորասանի այդ հանդիպումը մնաց նրանց կենսագրությունների ամենահետաքրքիր դրվագներից մեկը։ Եթե ձեզ հետաքրքրեց այս պատմությունը, գրեք մեկնաբանություններում, ինչպես եք դուք գնահատում Անդրանիկի այդ քայլը, խիստ դաստիարակություն, թե չափազանց կոշտ վերաբերմունք։ Իսկ նման պատմական ու քիչ հայտնի պատմություններ լսելու համար բաժանորդագրվեք Armenia History-ին։ Հայոց պատմությունը պարզապես անցյալ չէ, այն մեր հիշողությունն է։